Հյուսիսային պողոտա Տերյան խաչմերուկից ներքև Տերյան փողոցի ուղղությամբ կառուցապատված է միայն մի մայթը, դիմացի մայթին որոշ հին շինություններ էին, որոնք հիմա արդեն քանդված են, այս մայթին է նաև հայտնի աֆրիկյանների երկհարկանի շենքը, որի երեսի քարերը համարակալված են, քանի որ շենքը շուտով ապամոնտաժվելու է։ Ինչպես վերջին ասուլիսի ժամանակ բացատրեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Տերյանը պատրաստվում են լայնացնել, իսկ աֆրիկյանների շենքն այս նախագծին խանգարում է։ Ժամանակին աֆրիկյաններին պատկանած մեկ այլ շենք Պուշկին 38-ը, ճիշտ է, չեն պատրաստվում ապամոնտաժել, բայց այնքան էլ լավ վիճակում չէ, պատշգամբի վրա անցք է բացվել, ներսից շենքը նորոգված չէ։ Պրակտիկան ցույց է թողնում են այս շենքերը իրանց մարեն, քանի որ շենքը 120 տարվա եթե ոչ մի ներդրում չես անում այդ շենքի վրա, շենքը բարձրանում է պետք է փուլ գա։ Այս տարածքում է գտնվում նաև Պուշկին 25 շենքը, որը նույնպես պատմամշակութային պահպանվող հուշարձանների ցանկում է։ Հենց այս պատճառով այսօր մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ բացօթյա ասուլիս էին հրավիրել Պուշկին 25-ի առջև։ Վերջերս աղմուկ էր բարձրացել, որ այս շենքի վրա պատրաստվում են հարկեր ավելացնել։ Ավելի ուշ պարզվեց, որ այն կմնա 4 հարկանի, բայց շենքի յետնամասում կկառուցվի բարձրահարկ նոր շինություն։ Այդ մակետը, եթե դուք տեսնեք, ամբողջ այս տարածքը, այս նեղ երկու փողոցների միջակայքը ամբողջովին բարձրահարկ շենքեր են։ Ասում է ակտիվիստ Իզաբելա Սարգսյանը, ով մի խումբ այլ երիտասարդների հետ նոր հասարակական հարթակ է նախաձեռնել։ Պատրաստվում են միավորել տարբեր հասարակական ակտիվության խմբերի անդամների եւ ավելի լայնածավալ պայքար սկսել Երևանի մշակութային հուշարձանների պահպանման համար եւ կենտրոնի կառուցապատման նոր ծրագրերի դեմ։ Ես կարծում եմ ամեն ատյանում, ամեն կետում, ամեն տեղ պայքարի հնարավորություն կա, թե փողոցում, թե օրենքով, թե քաղաքական կուսակցությունների միջոցով։ Իզաբելա Սարգսյանը եւ մյուս ակտիվիստները համակարծիք են, որ հարկավոր է օրենքով սառեցնել Երևանի կենտրոնի բոլոր քաղաքաշինական գործընթացները, նշում են, որ այդպիսի փորձ կա Թբիլիսիում եւ մի շարք եվրոպական քաղաքներում։ Քաղաքի կենտրոնի կառուցապատման աշխատանքների սառեցումից բացի պահանջում են, որպեսզի ոստիկանությանը հանձնարարվի միջամտել եւ կասեցնել օրենքի խախտմամբ իրականացվող ցանկացած շինարարություն։ Ժամանակավոր լուծում է սառեցնել որոշակի ժամանակով, միջև որ հնարավոր լինի կոնսենսուսային լուծում գտնել իշխանությունների եւ հասարակության մեջ։ Դա մի բան է, որ դեռ ինձ թվում է քննարկման առարկա կարող է լինել։ Ինձ թվում է Երևանում մնացել է շատ քիչ պատմամշակութային հուշարձաններ։ Դեռ 2005 թվականից քաղաքապետարանը խոստանում է, որ պետք է հուշարձանները վերականգնվեն, որոնք որ քանդվել են, թե Արամի փողոցի վրա, թե Բյուզանդիա փողոցի վրա, թե Հյուսիսայինի տարածքում Լալայանց փողոցի, բայց առ այսօր ոչինչ չի արվել։ Բացօթյա ասուլիսի ավարտից հետո հանդիպեցին Երևանի ավականու անդամ Հայաստանի ժուրնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանին, ով նաև գալիք ընտրություններին Հանրապետական կուսակցության ավականու ցանկի 6-րդ տեղում է։ Հետաքրքրվեցինք, թե վերջին 4 տարվա ընթացքում ինչ աշխատանք է արել ավականին։ Ինչ։ Ժամանակ չկա այս բոլորը։ Ներկան են շենքերը։ Շատ գործ է արված, ուղղակի ինձ ուշանում եմ ժամանակ։ Քարոզ Արշավի մասնակցեք, մենք ասում ենք այդ մասին։